7 անգամ փաստաթղթում, տասնյակ անգամներ առցանց ասուլիսի ժամանակ հնչում է ինքնիշխանություն բառը։ Արարատ Միրզոյանն առցանց ասուլիսում խոսել է Թրիփ զարգացման ընկերության մասին։ Գուցե Հայաստանի ինքնիշխանությունը փաստաթղթերի ամենազգայուն պաշտպանվող կետն է, գուցե այլ պատճառ կա։ Թրիփը միտված է Հայաստանի տարածքում անխոչնդոտ բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը, նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ ինտեգրմանը, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգանքի հիման վրա։ Թրիփի վերաբերյալ Միրզոյանի պարզաբանումները չեն փարատել Արթուր Խաչատրյանի մտահոգությունները։ Ռուսաստանը փաստորեն Ադրբեջանին տրամադրում է միջանցք, փոխարենը Ադրբեջանը Հայաստանին թույլ է տալիս իր տարածքով ինչ-որ մի բան ներմուծել։ Արտգործնախարարի խոսքով Միացյալ Նահանգներն ունի վերահսկիչ փաթեթ։ Իրավական ինչ մեխանիզմներով է Հայաստանն իրականում վետոյի իրավունք ունենալու սկզբունքային հարցերում։ Որ հարցերն են սկզբունքային համարվելու։ Օրինակ սակագները, երթուղիները, հրապարակային փաստաթղթում իրավական երաշխիքներ չկան դեռ։ Ենթադրել կարող եմ, որ հետագայում արդեն մյուս ուրեմն կանոնադրական եւ մյուս հիմնադրման փաստաթղթերում մի քիչ ավելի իրավական տեքստ կլինի։ Ընդդիմադիր падգամավոր Աննա Մկրտչյանն ուղիղ համեմատական է տեսնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի եւ Թրիփի միջև։ Ասում է, եթե 2020 թվականին Փաշինյանին անհրաժեշտ էր Պուտինի ստորագրությունը վերընտրվելու համար, հիմա պաշտոնական Վաշինգտոնից է ստանում այդ ստորագրությունը։ Հիմա արտաքին քաղաքական տերերի մեջ իր իշխանությունը պահելու ընտրությունը կատարվել է հօգուտ ԱՄՆ-ի եւ հօգուտ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական կենտրոնի։ Միակ տարբերությունը սա է։ Ըստ Արարատ Միրզոյանի, այն, ինչ հրապարակված է, ամբողջությամբ համաձայնեցված է, իսկ չհրապարակված պայմանավորվածություններ պարզապես չկան։ Սակայն ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը դիտարկում են ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ենթատեքստով։ Նրանք մտահոգություն են հայտնում, որ երկարաժամկետ նախաձեռնությունը կարող է դառնալ արտաքին քաղաքական կախվածությունների գործիք, հատկապես այն պայմաններում, երբ ծրագրի հաջողությունը կապվում է տարածաշրջանային գործընթացների հետ, որոնք Հայաստանի վերահսկողությունից դուրս են։ Հույս ունեմ, որ այս քննարկման ստորագրման արարողության եւ քննարկումների ժամանակ իրանական հարցը չի արծացվել, որովհետեւ դա մեզ համար բավականին ծանր անվտանգային մարտահրավեր կարող է ստեղծել։ Ստեղծման օրվանից Հայաստանի իշխանությունները կարողացել են աշխատանքային բարեկամական հարաբերություններ ապահովեն թե Միացյալ Նահանգների, թե Եվրոպական միության, թե Ռուսաստանի եւ թե Իրանի հետ։ Մեր ամենածանր, ամենասև զգուշացումը կամ մտահոգությունը, որ մենք ունենք, դա այն է, որ Հայաստանը կարող է ինչ-որ մի պահի դրվի հստակ երկընտրանքի առաջ կամ այս դեպքում մենք իրոք շատ լուրջ անվտանգային մարտահրավերների առաջ ենք կանգնել։ Բաքուն Թրիփն ընկալում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի տրամաբանությամբ, նշում է ընդդիմադիր падգամավորը։ Սա հաշվի առել է իշխանությունը, հարցնում է Աննա Մկրտչյանն ու ընդգծում։ Փորձում էր կոնկրետ մեզ խաբել, ասելով, թե այն նախագիծը, որը կա, Հայաստանի ինքնիշխանության մասին է եւ ընդհանրապես ինչ-որ պատվիրակված գործիքակազմի եւ պատվիրակված լիազորությունների։ Ես վստահաբար ձեզ ասում եմ, որ այնտեղ խոսքը գնում էր միայն հետեւյալի մասին, թե ում եւ ինչքանով են ծախելու Նիկոլը իր բանդայով Հայաստանից ինքնիշխանությունից եւս մի կտոր։ Թրիփ զարգացման ընկերության վերաբերյալ հարցերի նոր շարք է ի հայտ եկել նախարարի ասուլիսից հետո։ 49 տարի ժամկետը լրանալուն պես ավտոմատ երկարաձգվելու է այն, եթե ծրագիրը ձախողվի կամ պայմանավորվածության համաձայն չընթանա, ով է կրելու քաղաքական ու ֆինանսական պատասխանատվությունը։ Ինչպես են Հայաստանի քաղաքացիներն անցնելու այնտեղով եւ ինչ փոփոխություններ են լինելու նրանց համար։ Հարցումն ուղարկել են գերատեսչությանը, սպասում ենք պատասխաններին։ Անի Աբախյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։